սովորել, բայց ինձ մոտ կարծես թե չի ստացվում։ Ինչու՞իկ, որովհետև այդպես չեն նվագում։ Այսինքն ես չեմ կարող դառնալ երաժիշտ։ Ինչու՞իկ, բոլորն էլ կարող են դառնալ երաժիշտ, եթե սովորեն նոտաները, ճանաչեն երաժշտական գործիքները եւ որ ամենակարևորն է, զգան երաժշտությունը։ Այսօր ես ուզում եմ իմանալ ամեն ինչ երաժշտության մասին։ Ես այնքան հարցեր ունեմ երաժշտության, նոտաների, գործիքների ու ռիթմի մասին։ Երազում եմ դառնալ լավ երգչուհի կամ լավ նվագեմ։ Երեխաներ, այսօր մենք կսովորենք նոտաները, կծանոթանանք երաժշտական գործիքներին եւ որ ամենակարևորն է, կխաղանք երաժշտական խաղեր։ Գիտունիկ, տեսնում ես, երաժշտությունը ստիպում է, որ իմ ոտքերը շարժվեն առանց թույլտվության։ Ճիշտ ես, ինչու՞իկ, երաժշտությունը բոլորիս կախարդական տրամադրություն է փոխանցում։ Երբեմն երգում ենք, երբեմն պարում ենք, երբեմն էլ պարզապես ժպտում ենք։ Իսկ եթե տխուր ենք, ուրախ երաժշտությունը կարող է բարձրացնել մեր տրամադրությունը։ Գիտես, Գիտունիկ, ես կարծում եմ, որ երաժշտությունն ապրում է ամեն օր։ Ճիշտ ես, ինչու՞իկ, երբ օրինակ թռչունները երգում են։ Երբ անձրևի կաթիլները թափվում են տանիքին։ Երբ մեր սիրտը բաբախում է, դա նույնպես երաժշտություն է, ինչու՞իկ։ Ես քեզ չհասկացա, Գիտունիկ, երբ մեր սիրտը բաբախում է, դա նույնպես երաժշտություն է։ Այո, մարդու սիրտը բաբախում է ռիթմով։ Այդ պատճառով էլ երաժշտությունը կապում ենք մեր մարմնի հետ։ Կարելի է ասել դու ունես քո սեփական թմբուկը, ինչու՞իկ։ Երեխաներ, լսում եք, իմ սիրտն էլ է երգում։ Ես կենդանի թմբուկ եմ։ Երաժշտությունը նաև մեզ օգնում է սովորել։ Երգելով ավելի արագ ենք հիշում, երեխաներ։ Այսինքն, երաժշտությունը մեզ օգնում է սովորել եւ երգելով ավելի արագ ենք հիշում։ Հասկացա։ Ես այնքան շատ եմ սիրում երգելով ու պարելով սովորել։ Գիտունիկ, իսկ կարող ենք պարել միասին։ Այո, իհարկե կարող ենք, ինչու՞իկ։ Երեխաներ, երբ երաժշտություն հնչի, դուք բոլորդ պետք է պարեք, իսկ երբ դադարի, դուք պետք է սառչեք, քարե մարդու նման։ Պատրաստ եք։ Դե գնացինք։ Ապրեք երեխաներ, դուք բոլորդ հրաշալի խաղացիք։ Գիտունիկ, իսկ ինչպես է ստեղծվում երաժշտությունը։ Այստեղ մեզ օգնության են հասնում ուրախ նոտաները, ինչու՞իկ։ Ես լսել եմ նրանց մասին։ Իսկ կարող ենք ծանոթանալ նրանց հետ։ Այո, երեխաներ, հիմա մենք միասին կտեղափոխվենք մեր ուրախ նոտաների հրաշք աշխարհը։ Պատրաստ եք։ Դե գնացինք։
Բարև ձեզ, սիրելի երեխաներ։ Մայրիկներ ու հայրիկներ, տատիկներ ու պապիկներ, Քույրիկներ, եղբայրիկներ։ ծանոթներ ու ընկերներ, բարեկամներ, հարազատներ, ինչուիկ եւ գիտունիկ։ Դուք իհարկե ճանաչեցիք մեզ։ Մենք ուրախ նոտաներն ենք։ Առանց մեզ չի կարող հնչել ոչ մի մեղեդի։ Եթե մեզանից մեկը պակասի, անհնար է պատկերացնել, թե ինչ կկատարվի երաժշտության հետ։ Այո, դրա համար էլ մենք միշտ միասին ենք։ Եվ այսօր ներկայացրեցինք ձեզ մեր ուրախ երգը։ Ներկայանանք։ Հիշեք մեր անունները։ Ես ամենամեծն եմ, անունս Դո է։ Ես Ռեն եմ։ Իմ անունն է Մի։ Իսկ ինձ կոչել են Ֆա։ Սոլ են ինձ բոլորը կանչում։ Իսկ ես Լյան եմ։ Լա։ Հիշեք։ Եվ մնում եմ ես։ Իմ անունն է Սի։ Հիշեցիք երեխաներ։ Երեխաներ, թե եկեք մենք էլ բոլորս միասին երգենք մեր ուրախ նոտաների անունները։ Պատրաստ եք։ Գնացինք։ Շատ ապրեք երեխաներ։ Երաժշտությունը լեզու է, որ հասկանում են բոլոր մարդիկ։ Անկամ եթե խոսում են տարբեր լեզուներով, նույն երաժշտությունը կարող է տխրեցնել կամ ուրախացնել բոլորիս։ Դո, կպատմես մեզ երաժշտական գործիքների մասին։ Այո, իհարկե, ինչուիկ։ Այսօր մենք միասին կբացահայտենք 7 երաժշտական գործիք։ Ես Դոն եմ եւ իմ լավագույն ընկերը Դաշնամուրն է։ Կարող եք ինձ հետ կրկնել Դաշնամուր։ Կեցեք երեխաներ, Դաշնամուրը ամենահզոր ու հետաքրքիր գործիքներից մեկն է։ Գիտեք ինչու։ Այն կարող է միաժամանակ նվագել շատ նոտաներ ու թվում է մի ամբողջ նվագախումբ է հնչում։ Ես Ռեն եմ։ Իմ սիրելի գործիքը թմբուկն է։ Թմբուկը նման է մեր սրտին, միշտ բաբախում է։ Նրա ձայնը տալիս է երգի ռիթմը։ Եթե թմբուկը լռի, երգը կարող է կորցնել իր ուժը, որովհետև երբ թմբուկը հնչում է, բոլորն ուզում են շարժվել, իսկ ես բարել շատ եմ սիրում։ Ես Մին եմ, ես շատ եմ սիրում ջութակ գործիքը, կրկնեք ինձ հետ, ջութակ։ Ջութակն ունի լարեր, որոնց վրա նվագում են հատուկ աղեղով։ Երբ հնչում է ջութակը, թվում է, թե մարդ է երգում։ Ջութակը շատ կարևոր տեղ ունի նվագախմբում։ Այն հաճախ առաջնորդում է մյուս գործիքներին։ Դրա ձայնը կարող է լինել և տխուր, և ուրախ։ Ես Վան եմ։ Ես ձեզ կպատմեմ դուդուկ երաժշտական գործիքի մասին։ Ասա ինձ, ինչ գործիք է սա։ Դուդուկ։ Դուդուկը հին հայկական գործիք է։ Այն պատրաստում են ծիրանի փայտից։ Դուդուկը հայտնի ամբողջ աշխարհում, եւ երբ մարդիկ լսում են դուդուկի ձայնը, ասում են՝ «Սա Հայաստանի ձայնն է»։ Ես Սոլն եմ, իսկ այս գործիքն է սաքսոֆոնը։ Կարող եք կրկնել սակ, սո, ֆան։ Սաքսոֆոնը պատրաստված է փայլուն մետաղից։ Սաքսոֆոնի ձայնը կարող է լինել և տխուր ու մեղմ, և շատ ուրախ ու պարային։ Սաքսոֆոնը ունի տարբեր տեսակներ՝ մեծ, միջին և փոքր։ Ամեն մեկի ձայնը մի քիչ տարբեր է։ Ես Լյան եմ, իմ ամենասիրելի գործիքը կիթառն է։ Ասա ինձ հետ, կիթառ։ Այն աշխարհի ամենահայտնի գործիքներից է։ Կիթառի տեսակները տարբեր են։ Կա դասական կիթառ, փայտից, էլեկտրական կիթառ, որը միանում է հոսանքին, և ակուստիկ կիթառ։ Շատ երգիչներ հենց կիթառով են ուղեկցում իրենց երգերը։ Իսկ ես Սին եմ, ես ձեզ կպատմեմ հին հայկական ազգային գործիքի մասին։ Կանոն, ասա ինձ հետ, կանոն։ Կանոնը ունի շատ լարեր, և երբ մատներով դրանք նվագում ես, նրանք երգում են արևի պես պայծառ։ Երեխաներ, հիմա ստուգենք, թե որքան լավ հիշեցիք։
դուք կլսեք երաժշտական գործիքի ձայնը եւ պետք է գուշակեք անունը։ Պատրաստ եք։ Դե գնացինք։ Դաշնամուր ջութակ դուք Սաքսոֆոն Գիտար Գրիչ Ես խառնեցի կանոնի ձայնին ասացի գրիչ, դե չէ որ դպրոցում ունենք, բայց դուք ապրեք երեխաներ, բոլորդ շատ ճիշտ գուշակեցիք, դուք իսկական երաժշտագետներ եք։ Տեսնում եք, որ յուրաքանչյուր նոտա ունի իր ընկեր գործիքը, իսկ բոլորով միասին նրանք ստեղծում են երաժշտական կախարդական աշխարհը երեխաներ։ Երեխաներ, երաժշտությունը բաղկացած է ոչ միայն նոտաներից ու գործիքներից, այլև ռիթմից։ Իսկ ինչ է նշանակում ռիթմը, ինչ դժվար բառ։ Ռիթմը ինչու՞իկ, այն կրկնվող ձայներն ու դադարներն են, որոնք օգնում են երաժշտությունը դարձնել ավելի գեղեցիկ ու կոկիկ։ Այ օրինակ սիրտը երբ բաբախում է, դա ռիթմ է ինչու՞իկ։ Երբ ոտքերը դոփում են, դա նույնպես ռիթմ է։ Երբ ծափում ենք, դա էլ է ռիթմ ինչու՞իկ։ Այսինքն ռիթմը մեզ սովորեցնում է հաշվել երաժշտության մեջ, որ բոլորս ճիշտ ժամանակին նվագենք ու պարենք, հասկացա։ Երեխաներ, հիմա միասին մի շատ հետաքրքիր խաղ կխաղանք։ Մենք միասին մի ռիթմ կխփենք, եւ դուք պետք է կրկնեք։ Պատրաստ եք։ Դե գնացինք։ Ապրեք երեխաներ, հրաշալի խաղացիք։ Շատ ապրեք երեխաներ։ Հիմա դուք կարողանում եք ծափերով ճիշտ ռիթմ պահել։ Դե հիմա եկեք բոլորս միասին դառնանք մարդկային նվագախումբ։ Երբ ասեմ ձեռք, բոլորդ պետք է ծափ տաք։ Երբ ասեմ ոտք, բոլորդ պետք է դոփեք։ Իսկ երբ ասեմ շշ, բոլորդ պետք է լռեք։ Պատրաստ եք։ Գնացինք։ Ոտք։ Շշ։ Ձեռք։ Ձեռք։ Ոտք։ Ձեռք։ Ոտք։ Ոտք։ Ոտք, ձեռք, ձեռք, ոտք, ձեռք, ոտք, ոտք, ձեռք։ Երեխաներ, հիմա դուք գիտեք, որ նոտաները ստեղծում են մեղեդին, գործիքները հնչյունները, իսկ ռիթմը կարգ ու կանոնը։ Գիտունիկ, իսկ դու ասացիր, որ նոտաները ստեղծում են մեղեդի։ Կարող ենք ուրախ նոտաներին խնդրել հաջորդ անգամ մեզ էլի մեղեդի նվիրեն։ Իհարկե կարող ենք, ինչու՞իկ։
Եթե բոլորով միասին խնդրենք, հաստատ մի գեղեցիկ երգ կնվիրեն հաջորդ անգամ։ Ինչպես խնդրենք։ Իհարկե, կերքենք նրանց անունները, ինչու՞իկ։ Հա։ Do, re, mi, fa, sol, la, si, la, sol, fa, mi, re, do. Ցտեսություն։